Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ԱՅՈ-ի շտաբի պետն է Սահմանադրական հանրաքվեի։ Հետաքրքիր է ո՞րն է լինելու ձեր մասնակցությունը այդ հանրաքվեին։ Բնականաբար ես էլ աշխատանքից դուրս համապատասխան ժամերի մասնակցություն եմ ունենալու։ Այսինքն դուք մասնակցելու եք, գնալու եք քարոզարշավների, հա։ Երբ որ կլինի շտաբը կձևավորվի, աշխատանքից դուրս նույնպես մասնակցելու եմ քարոզարշավի։ Իսկ չեք կարծում, որ այսպիսով անհավասար պայմաններ են ստեղծվում տարբեր ճամբարների ոչի եւ ԱՅՈ-ի։ Արդեն պատասխանեցի։ Երբ կառավարությունը իդեմս պաշտոնյաների մասնակցում է այդ քարոզարշավներին։ Ձեր հարցին պատասխանեցի։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՅՈ-ի Սահմանադրական ԱՅՈ-ի շտաբի պետն է։ Սա նշանակում է, որ դուք եւս լծվելու եք այդ քարոզարշավին։ Յուրաքանչյուրը ունի իր գործառույթները եւ յուրաքանչյուրի գործառույթների շրջանակներում կիրականացնի իր աշխատանքները։ Կոնկրետ գիտեք ինչ եք անելու։ Կոնկրետ դուք ինչ եք անելու։ Յուրաքանչյուրս մեր աշխատանքով ենք զբաղվելու։ Դուք որտեղ որ ոլորտներում եք քարոզչություն իրականացնելու։ Այդպիսի հանձնարարականներ մենք դեռևս չունենք։ Իսկ չեք կարծում, որ այն հանգամանքը, որ ԱՅՈ-ի շտաբի պետը կառավարության ղեկավարն է իր հսկայական լծակներով եւ նախարարները եւս փաստորեն լծվում են այդ քարոզարշավին, արդեն իսկ անհավասար պայմաններ է ստեղծում տարբեր թիմերի միջև, ԱՅՈ-ի եւ ոչի թիմի միջև։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը իր համոզմունքներին համապատասխան պիտի իրականացնի համապատասխան քարոզչություն, աշխատանք, որպեսզի մեր հասարակությունը ժողովրդի ճիշտ կողմնորոշվի եւ իր որոշումը կայացնի։ Փաստորեն կառավարության եւ բոլոր նախարարների համոզմունքը մեկն է, ԱՅՈ-ն է, հա, թե համոզմունքը այստեղ այդքան է կապ չունի, կարևորը ղեկավարի, այսպես ասած, հանձնարարականն է։ Ես կարծում եմ, որ շատ էական նշանակություն ունի եւ այդ համոզմունքը ձևավորվում է նաեւ համապատասխան աշխատանքի արդյունքում, քննարկումների արդյունքում, թերուդեմ կողմերը քննարկելու արդյունքում, ինչը որ արդեն իսկ տեղի է ունեցել։ Տեսակետներ կան, որ ԱՅՈ-ի շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի նշանակումը միայն մեկ պատճառ ունի, քանի որ Հովիկ Աբրահամյանը կարողանում է աշխատեցնել ընտրակեղծիքների մեքենան։ Դուք ինչպես եք գնահատում այդ նշանակումը, արդյոք դա ճիշտ նշանակում է։ Բացարձակ համաձայն չեմ ձեր գնահատականների հետ։ Ես կարծում եմ, որ աշխատանքը, որ իրականացվում է կազմակերպչական, իսկապես պետք է շատ հստակ կարողություններ նաև ունենալ աշխատանքները կազմակերպելու համար, որովհետև ցանկացած աշխատանք ենթադրում է համապատասխան կանոնակարգված աշխատանք, որպեսզի կարողանալ ունենալ այն արդյունքները, որ նաև բխում է քո համոզմունքներից։ Դուք քանի որ կանոնակարգում եք սոցիալական ոլորտը, սոցիալապես անապահովների հետ շատ առնչություն ունի այդ ոլորտը, այն խավը, որի հետ դուք առնչվում եք, այսօր դրա կարիք ուներ, արդյոք Սահմանադրական հանրաքվեի կարիք ուներ եւ Սահմանադրական հանրաքվեն ինչ որ խնդիր լուծելու է սոցիալապես անապահով խավի համար։ Ես կարծում եմ ընդհանրապես մեր երկրի զարգացման համար շատ կարևոր է արդյունավետ կառավարման համակարգը եւ այս ընթացքում բազմիցս արդեն իսկ ներկայացվել է այն բոլոր առավելությունները, որը թույլ կտա սահմանադրական փոփոխությունների արդյունքում ունենալ որպես ավելի կատարյալ կառավարման համակարգ, իսկ դա անմիջականորեն բնականաբար ազդելու է երկրի սոցիալ-տնտեսական բոլոր բնագավառների վրա, նաև աշխատանքի արդյունավետության վրա, իսկ դրա արդյունքը հասարակությանն է լինելու բնականաբար։ Դիմախոսները համոզված են, որ այս փոփոխությունները ընդհանրապես վերարտադրման համար է ձեր։ Կարծիքն է եւ բազմիցս նաև ներկայացվել է դրա ոչ հիմնավորված լինելու վերաբերյալ տարբեր նաև անձանց կարծիքներն ու տեսակետները, որը կարծում եմ շատ հիմնավոր է հնչել, որ չի կարելի բերել եւ անձնավորել եւ ներկայացնել խնդիրը նեղ պատկերացումների շրջանակներում։ Խոսքը վերաբերում է այսօր մեր երկրի զարգացման ներկայիս փուլում կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հանրապես աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը, որը ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի Հայաստանի Հանրապետության ունի հնարավորություն կամ առաջիկայում եւս ավելի շատ կունենա հնարավորություն համոզվելու դրանում։